Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթիվ միջազգային սանդղակում նախորդ տարի զբաղեցրել է 65-րդ տեղը, հավաքելով 46 միավոր, 1 միավոր պակաս, քան 24-ին էր։ Կառավարությունը պլանավորում էր, որ մեր ցուցանիշը 25-ին պետք է լինի 55 միավորի սահմաններում։ Այսինքն հենց այս միավորներն են ցույց տալիս, թե հանրությունն ընդհանուր առմամբ եւ գործարարները մասնավորապես ինչպես են գնահատում պետության տարբեր կառույցներում կոռուպցիայի տարածման մակարդակը։ Կարճ ասած, կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակը Հայաստանի հանրությունն անբավարար է համարում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրելիս խորհրդարանականները նախ հաց են բարձրացնում։ Ունակ է արդյոք այսօր հանձնաժողովն իրապես պայքարել կոռուպցիայի դեմ, անկախ այն բանից, թե ում է այն վերագրվում՝ ներկա թե նախկին պաշտոնյաներին։ Գաղտնիք չէ, որ այդ բարեվարկության հիմնական շահառուն, այդ խնդրի հիմնական շահառուն իշխող ուժն է, եւ այդ ուղղությամբ դուք օրինակ ոնց եք պատկերացնում պայքարը, դուք բավարար կամք եւ վճռականություն ունեք, օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետին, օրինակ գործ հարուցեք բարեվարկության հետ կապված կամ այլ պաշտոնյաների։ Ինչ վերաբերվում է օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետի այլ պաշտոնատար անձանց մասով, եթե չեմ սխալվում, հանձնաժողովը նաև վարկագծի հետ կապված հարցերով ունի նաև եզրակացություններ նույն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից վարկագծային հարցերի շուրջ, այլ պաշտոնատար անձանց վարկագծին վերաբերող հարցերի շուրջ։ Ընդդիմադիր падգամավորներն այնուամենայնիվ բարձրաձայնում են իրենց մտահոգություններն այս առնչությամբ։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը տարվում է ընտրողաբար, եւ այդ պայքարի թիրախներն ընտրվում են ըստ քաղաքական նպատակահարմարության։ Ընդդիմադիրներն օրինակ համարում են, որ որոշ համայնքապետերի նկատմամբ քրեական գործերը տարիներով մնում են արկախված, որպեսզի հետագայում դրանք դառնան լծակ, նրանց ճնշման ենթարկելու եւ ասենք ընտրական պրոցեսներում տվյալ համայնքներում ցանկալի արդյունք ստանալու համար։ Այն գործարարը, որ այդ համարձակությունը ունի քննադատելու իշխանության, հաջորդ իսկ վարքյանին հայտնվում է իշխանության թիրախում եւ սկսվում է, այսպես ասած, հարկային տերորի գործեր կարելու հայտնի մեթոդը։ Բայց այդ երկակի ստանդարտները, որ կիրառվում են, այսինքն յուրայինները հնարավորություն ունեն իրենց բիզնեսը զարգացնելու, ծաղկեցնելու, իսկ ընդդիմադիր բազմաթիվ այդպիսի օրինակներ կան։ Այսինքն ձեզ համար ինչ հենց գալիս են ընդդիմադիր ելույթներ ունենում, ստացվում է դա ինդուլգենցիա է, այսինքն մարդը կարա քրեական, հարկային եւ այլ հանցագործություններ կատարի, երկու հատ ընդդիմադիր ելույթ ունենա կամ գծեր միտինգներին մասնակցի, հարկային ու մնացած պետական մարմինները իրեն ասեն լավ, դու քանի որ ընդդիմադիր ես, մենք քեզ մոտիկ չեն գալու։ Падգամավորները նաև բարձրացրին բանկային համակարգի գերշահույթների հացը։ Այստեղ գրանցված շահույթը 2025-ին 363 միլիարդ դրամ է կազմել։ Սա ահռելի թիվ է եւ ենթադրվում է, որ բանկերը կարող են իրենց թույլ տալ իջեցնել վարկային տոկոսադրույքները։ Սա կհանգեցնի բիզնես հանրույթի էական ակտիվացմանը։ Բացի այդ, COVID-ի պատերազմի եւ տարերային աղետների հետևանքով տոկոսագումարների վճարման հետ կապված խնդիրների պատճառով ըստ падգամավորների այժմ կան բիզնեսմեններ, որոնք կանգնած են սեփականությունը կորցնելու վտանգի առաջ։ Հաշվի առնելով բանկերի գրանցած եւ գրանցվող շահույթը, այս մարդկանց խնդիրը եւս կարելի է շատ արագ լուծել, եթե կառավարությունը այդ հարցում շահագրգիռ լինի։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։